Երաժշտական դպրոցներում մենք ուսումնասիրում ենք հրաշալի ինտերվալ, որը կոչվում է եռատոն, դիսոնանս ինտերվալ է, բայց միշտ գտնվում է ավելի հեշտ տարբերակ, որպեսզի հիշենք։ Եկեք տեսնենք որն է։ Վերցնում ենք օրինակ դո մաժոր գամման, հիշում եք, որ գամմայում առաջին, երրորդ եւ հինգերորդ աստիճանները կայուն աստիճաններ են։ Գրում ենք առաջին, երրորդ եւ հինգերորդ աստիճանները, ահա։ Դրանք կայուն աստիճաններ են եւ դուրս են գրում բոլոր անկայուն աստիճանները սի, ռե, ֆա, ա, լա բեմոլ։ Վերցնում ենք հարմոնիկ մաժոր գամման, հիշում եք, հարմոնիկ մաժորում 6-րդ աստիճանը ցածր է, հա, 6 մինուս 6-րդ աստիճանը ցածր է։ Ահա, մեր մոտ ստացվեց փոքրացրած սեպտակորդ։ Ահա, գրում ենք սի, ռե, ֆա, լա բեմոլ։ Առաջին զույգը կլինի սի ֆան, երկրորդ զույգը կլինի ռե լա բեմոլը, ռե լա բեմոլ։ Գրում ենք փոքրացրած կվինտա։ Վերցնում ենք առաջին զույգը սի ֆա։ Վերցրեցինք առաջին զույգը սի ֆան եւ հիշենք, որ փոքրացրած եռատոները լուծման ժամանակ ավելի են փոքրանում։ Ֆան դեպի մի է լուծվում, սին լուծվում է դեպի կայուն տոնիկա, դո։ Ահա, վերցնում ենք հաջորդ զույգը, ռե լա բեմոլ։ Եվ կրկին, լուծման ժամանակ ավելի է փոքրանում։ Լա բեմոլը գնում է հարակից սոլ, իսկ ռեն գնում է հարակից մի։ Լա բեմոլը սոլ, ռեն մի։ Ահա եւ մեր փոքրացրած քվինտաները։ Իսկ ինչպես մենք ստանանք մեծացրած կվարտա։ Ուղղակի մեր սի ֆան վերցնում ենք եւ շրջում ենք, ստացվում է ֆա սի։ Գրում ենք ֆա սի։ Մեծացրած ինտերվալները լուծելիս ավելի են մեծանում։ Սին գնում է հարակից տոնիկա դո, բարձրանում է։ Ֆան իջնում է դեպի մի, կայուն աստիճան։ Հաջորդ զույգն ենք վերցնում ռե լա բեմոլ, շրջում ենք, ստացվում է լա բեմոլ, ռե։ Եվ լուծում ենք, պետք է մեծանա, նայեք, այստեղ փոքրանում են փոքրացրածները, մեծանում են մեծացրածները, ռեն գնում է դեպի մի, լա բեմոլը իջնում է դեպի սոլ, ահա եւ վերջ։ Ուղղակի լա բեմոլը դա հարմոնիկ տեսակն է, իսկ առանց բեմոլինը դա բնական տեսակն է մեծացրած կվինտայի եւ փոքրացրած կվարտայի։ Իսկ նոտայից կառուցելու ժամանակ շատ կարևոր է նաեւ աստիճաններով կառուցելը, իսկ եթե ձեզ հետաքրքիր է նաեւ աստիճաններով նոտայից կառուցելը, ապա գրեք կոմենտարիաների բաժնում եւ բաժանորդագրվեք։